բնակիչներ, սիրելի սյունեցիներ, կապանցիներ, գորիսցիներ, ագարակցիներ, մեղրեցիներ, սիսանցիներ, ողջունում ենք ձեզ և շնորհակալ ենք այսքանի օրվա այդ ահռելի սիրո համար, որ կիսվեցիք մեզ հետ։ Սիրելիներս, մենք կարողացանք իրականացնենք 30 տարի խոստացված և չիրականացված ամենակարևոր բարեփոխումներից մեկը։ Այսօր պետությունը ապահովել է, որ ամեն մեկի հարազատը, ամեն ընտանիքի երեխան, ամեն ընտանիքի մեծը կարողանա ապահով լինի։ Այսօր մեր պետության շնորհիվ է, որ դուք կարողանում եք գնալ բժշկական կենտրոններ, ստանալ ձեր ծառայությունները, որ ձեր կյանքերը փրկվում են, որ դուք ապահով եք ձեր հարազատների համար։ Բայց հարցը, ինչի 30 տարի չէին անում են, ինչ որ մենք կարողացանք անենք։ Եվ ես ձեզ ասում եմ, հարցը միայն փողի մեջ չի, որը իրանք տարիներով ուտում էին, լափում էին և զրկում էին ձեզ ու ձեր երեխաներին, մեր տատիկ պապիկներին առողջության իրավունքից, որովհետև իրանք չեն ուզում, որ արժանապատվորեն մարդը ստանա այն ծառայությունները, որ այսօր ստանում է, ու այսօր էլ են վառվում, ամեն օր ասում են, սա մինչև հունիս է տևելու, այդպես էլ վառվեք, մնացեք, ինչը չեք արել, մենք արել ենք ու առողջության ապահովագրությունը այլևս մեր ժողովրդի համար լինելու է անբեկանելի։ Հաջորդ տարվանից ավելանալու են շահառուների խմբերը։ Ժողովուրդ ջան, արդեն մինչև 800,000 հոգի դեղ է ստացել, վիրահատվել է, աչքի լույս է ստացել։ Մենակ Սյունիքում մոտ 3 միլիարդ դրամի մենք շինարարություն ու սարքավորումներով հագեցում ենք արել, որ ոչ միայն դուք ապահովագրություն ունենաք, այլ այդ ծառայությունները հենց Սյունիքում ստանաք։ Մի քանի օրից գալու եմ Սիսանի բժշկական կենտրոնը բացելու, Մեղրիում, այստեղ է Կապանի պոլիկլինիկան, մի քանի շաբաթից գալու ենք բացելու, որ դուք վայելեք ամենավորակյալ ծառայությունները։ Սիրելի ժողովուրդ, բայց այս ամենը հնարավոր է միայն մի բանի շնորհիվ, ժողովուրդ ջան, որտեղ մենք խաղաղություն ունենք, որովհետև օգոստոսի 8-ից հետո ես ինքս գլուխս հանգիստ քնել եմ, որովհետև իմ որդին Կապանում ծառայում էր, իսկ ես ապահով էի։ Ու մենք պետք է տեր կանգնենք խաղաղությանը, մենք պետք է տեր կանգնենք ժողովրդավարությանը, որ այլևս երբեք որևէ իշխանություն չփորձի մեր ձայնը կեղծել, չփորձի մեր հարկերը տանել ու լափել, փոխանակ երկիրը ծաղկացնել, և որ ընտրությունից ընտրություն չգա ու մեզ 5,000 դրամով փորձի առնի, մենք հունիսի 7-ին իրանց աղին ցույց ենք տալու իրանց 5,000 դրամները։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին մենք բոլորս այլևս Հայաստանի խաղաղ զարգացումը դարձնելու ենք անկասելի, որ մեր երեխեքը ապրեն և կրթություն ստանան, առողջություն ունենան, սոցիալական երաշխիքներ ունենան հենց Հայաստանում, որովհետև Հայաստանը ապրելու ամենաարտակարգ երկիրն է։ Ուրեմն տեր ենք կանգնելու խաղաղությանը, տեր ենք կանգնելու մեր առողջությանը, տեր ենք կանգնելու մեր ինքնիշխանությանը։ Սիրելի սյունեցիներ, 2026-ին քվեարկում ենք համար վերջ։ Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։